Փաստորաթերթը գրում է օրերս Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց տպավորիչ հայտարարություն։ Ըստ նրա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վաղուց կարգալույց է արված եւ այլևս հոգեվորական չէ։ Հետաքրքիր նորություն է, փաստորեն վարչապետը սկսել է գանգեց անել կաթողիկոսներին, իսկ ոչինչ որ մեր երկհազարամյա աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի կանոնադրությամբ նման գործընթացները կարող են տեղի ունենալ միայն ներեկեղեցական ժողովի միջոցով։ Փաշինյանը կարող է կաթողիկոսին հեռացնել նրան հաջողությամբ, ինչպես կարող է Դոնալդ Թրամփին ազատել ԱՄՆ նախագահի պաշտոնից։ Ընդհանրապես սա հիշեցնում է աշխարհը կառավարելու փորձ առանց բժշկական հսկողության։ Փաշինյանի քարոզչության միակ զոհը դարձավ Հովանավանքի Տեր Արամը։ Ղեկավարությունից վիրավորված եւ շփոթված նա զրկվել է հոգեվոր աստիճանից, գողացել է տաճարի բանալիները եւ փորձում է համոզել հավատացյալներին մասնակցել ծեսերին իր ներկայությամբ։ Սակայն մարդիկ խուսափում են, ոչ ոք չի ուզում ամուսնանալ կամ մկրտվել կարգալույցի մոտ։ Այսպիսով Տեր Արամը Փաշինյանի հետ կապվելով ձեռք է բերել միայն ադրբեջանական լրատվամիջոցների ջերմ կարեկցանքը։ Ինքը Փաշինյանը կիրակի օրը մեկնելու է Հովանավանք, աջակցելու նախկին հոգեվորականին։ Սա կապահովի Ստեփան Ասատրյանի նախկին Տեր Արամի ոստիկանության աջակցությունը եւ նրան հնարավորություն կտա որոշ ժամանակ եւս մնալ գրավված տաճարում։ Սակայն Ասատրյանին կրկին հոգեվորական դարձնել Փաշինյանը չի կարող։ Փաստորաթերթը գրում է. մենք տեղեկություններ ենք ստանում, որ արցախցիներին տրվող աջակցությունների ծրագրերի հետ կապված զգալի խնդիրներ կան։ Դիմեցինք Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսյա Հակոբյանին, որը հաստատեց, որ իսկապես լրջագույն խնդիրներ կան։ Ավելին նա նշեց, որ արցախցիների համար սոցիալական որևէ ծրագիր չի արվում։ Մեր ժողովրդին ասվում է, որ իբրև թե բյուջեից արցախցիներին աջակցություն է տրվում։ Դա էլ է կեղծիք, որովհետև ճշտումների արդյունքում պարզել են, որ օրինակ 30,000-ական ստացողների մեծ մասին վճարողներն ինչ-որ դոնոր կազմակերպություններ են, որոնք ժամանակին չեն կարողանում վճարել, եւ մարդիկ ընկնում են քաշքշուկների մեջ, ասում է падգամավորը։ Ավելին նա հավելում է, որ կա մարդկանց որոշակի հատված, որ ինչ-որ անհայտ պատճառներով բավականին երկար ժամանակ չեն կարողանում ստանալ այդ գումարը։ Փորձել են համապատասխան մարմիններից ճշտել պատճառները, բայց նրանք եւս չգիտեն որն է պատճառը։ Մի քանի ամիս է հրատապ աջակցություն պետք է տրամադրվեր այն ընտանիքներին, որտեղ անձին հասնող եկամուտը 55,000-ից պակաս է։ Գիտեմ ընտանիքներ, որոնք ծայրահեղ աղքատ վիճակում են, ավելին եկամուտ ընդհանրապես չկա, նրանք հայտ են ներկայացրել, բայց իրենց ասում են, որ այն դեռևս մշակման փուլում է կամ հաստատվել է, բայց իրենք չեն ստանում, ասում է Մետաքսե Հակոբյանը։ Ինչ վերաբերում է բնակարանային սերտիֆիկատներին, ապա ըստ падգամավորի պաշտոնական տվյալներով սերտիֆիկատ ստացածների թիվն արագ աճում է, բայց իրացնողների թիվը որևէ կերպ չի աճում։ Մարդիկ դիմում են, սերտիֆիկատը շատ արագ հաստատվում է, բայց դրանից հետո արկա խոչընդոտները հիմնականում անհաղթահարելի են եւ հնարավորություն չի լինում, որ մարդիկ բնակարան ձեռք բերեն։ Այս ծրագիրն այն մարդկանց համար է, ովքեր միջինից ավելի բարձր հնարավորություններ ունեն։ Համարյա թե պետք է հարուստ լինել, որպեսզի հնարավորություն լինի այս աջակցությունից օգտվել։ Գիտեմ ընտանիքներ, որոնց հաջողվել է գյուղական համայնքում վատ վիճակում գտնվող շինություն գնել, բայց հետագայում չեն վարկավորվել, որովհետև նրանք վստահելի չեն դիտարկվում։ Բանկերում արցախցիները վստահելի չեն այն առումով, որ նրանց օրվա եկամուտը չի կարող համարվել կայուն, այսինքն վստահ չեն, որ վաղը արցախցին կկարողանա այդ նույն եկամուտն ունենալ, ամփոփում է Հակոբյանը։ Հրապարակ թերթը գրում է. դատական համակարգում այլևս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի զոհերը եւ շինծու մեղադրանքներով վերևից իջած հրանգներ են կատարում։ Նման իրավիճակ է ստեղծվել օրինակ մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ։ Նրան ձերբակալել էին Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը Գյումրու քաղաքապետարանի հրապարակից 37 քաղաքացու հետ միասին, որից 19-ի համար կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Զանգվածային անկարգությունների մասնակցելու ոստիկաններին դիմադրելու մեղադրանքներով Մխիթարյանի դեմ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, թե փաստաբանն իբրև իր գործողություններին է խոչընդոտել, սակայն նրա պաշտպանները դեպքի վայրից տեսանյութեր են ցուցադրել, որտեղ երևացել է, որ ցուցմունք տվող ոստիկանը շատ հեռու է եղել Մխիթարյանից եւ բոլոր դրվագներում Մխիթարյանը եղել է ձեռքերը վեր պարզած հաշտեցողի չհրահրողի դերում։ Եվ երբ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, պաշտպանները 100%-ով համոզված են եղել, որ Մխիթարյանին բաց է թողնելու, իսկ ստախոս ոստիկանն ու մեղադրողը դիտողություն են ստանալու, սակայն մեկ ժամ անց դատավոր Վարդենիկ Մելքոնյանը վերադարձել է խոշտանգվածի դեմքով, կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից, հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա
Անդրեասյանի գլխին։ Ամեն դեպքում սև ամպեր են կուտակվում։ Բանն այն է, որ ԿՊԱ-կան մի կորիզ որոշել է մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ԿՊ-ում ու ամեն բան անել ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրփուհի Գևորգյանը որևէ քայլի չէր գնա։ Ըստ մեր աղբյուրների ԿՊԱ-ականները Նիկոլ Փաշինյանին փորձում են հասկացնել, որ Անդրեասյանը, լինելով բուի հոգեբարձուների խորհրդի նախագահ, սարսափելի քայլեր է արել։ Դեմ գնալով Փաշինյանի հորդորին այն է կաշառքը չարաշահումները բացառել գերատեսչություններում։ Առաջիկայում ԿՊ-ում բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը ու բարձրաստիճան ԿՊԱ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին կներկայացնենք առաջիկայում։ Հրապարակ թերթը գրում է Էջմիածնում հետընտրական գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք գեներալի կնոջ թիմը կհամագործակցի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայրենի կուսակցության հետ։ Բանն այն է, որ գեներալի դեմ Տուշոնկա օպերացիան իրականացվեց այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենը Վանեցյանն էր։ Երեք մեր հարցին գեներալի կինը Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Ես ձեզ ասեմ, որ մեր պայքարն անձերի դեմ չի, ընդդիմադիր դաշտում պայքարողները հավաստիացրել են, որ իշխանությունների դեմ է իրենց պայքարը եւ ձայն չեն տա իշխանություններին։ Այս պարագայում մեր հայրենիքի հարցն ավելի կարևոր է։ Գիտեք, եթե մենք հայրենիք չունենանք, այդ անձերն ինչ պետք է անեն դրա համար, այս պայն առաջնահերթ խնդիրը բոլոր ընդդիմադիր ուժերը համախումբն է»։ Ամիրյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 17-ին իշխանությունն անակնկալի է գալու, իսկ ընդդիմությունը տոնելու է իր հաղթանակը։ Հրապարակ օրաթերթը գրում է. «Արդիկ քրեակատարողական հիմնարկում մեր տեղեկություններով 2 օր է անհնազանդության։ Ակցիաներ են բերդում իսկական Սոդոմ Գոմոր է։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատապարտյալ Խարոշիներ Արմեն Հակոբյանին ու Դավիթ Անանյանին 5 շաբթի տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկներ։ Իսկ ուրբաթ, երբ Զոմնայով Արթուր Տոնոյանին է Սպեցնազը տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, սկսվել են անհնազանդության ակցիաներ։ Դատապարտյալները գրեթե համատարած են ենթարկում աշխատակիցների պահանջներին, ծեծել են պատասխանատու հերթապային»։